շարունակում ենք զրուցել իրանական պատերազմի նոր զարգացումների մասին։ Մեզ հետ իրանագետ Էդվարդ Բերուջանյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Նախ եկեք հասկանանք, նախորդին Թրամփը հայտարարեց, որ վերջին օրերին Իրանի հետ եղել են արդյունավետ բանակցություններ եւ հետաձգում է էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումները։ Թեհրանն էլ շտապեց հակադարձել, հայտարարելով, որ ոչ մի բանակցություն ոչ ուղղակի եւ ոչ էլ անուղղակի չի եղել Միացյալ Նահանգների հետ։ Ինչ է կատարվում, ինչու են հայտարարությունները իրարամեր, ինչ է կարծում։ Կարծում եմ, որ սա դասական Թրամփյան մարտավարություն է եւ առաջին անգամը չէ, որ Թրամփը ամենաթեժ պահին խաղաքարտերը խառնում է եւ մենք կարող ենք մի քանի մակարդակով այս հարցին նայել, օրինակ տնտեսական, ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական հարթություններում, ինչ է սա նշանակում, օրինակ տնտեսական առումով, քանի որ նավթի գները լավ բարձրացել են եւ խնդիր կա նվազեցնելու, Թրամփի հայտարարությունից հետո, ինչպես տեսանք, բորսաներում նավթի գինը ընկավ, բայց ամեն դեպքում սա կարճաժամկետ խնդիրի լուծումն է, բայց քանի որ Թրամփը նաև իր նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ նշել էր, որ ինքը էժան էներգակիրներ եւ մասնավորապես նավթի գինը էժանացնելու է, այսինքն հասանելիությունը ունենալու ավելի էժան գնելու, սա այս զարգացումները հակառակ էֆեկտներ տվել եւ բնականաբար նավթի գինը բարձրացել էր։ Սա առաջին երևի թե նպատակներից մեկն էր, երկրորդը ռազմական առումով 5 օրյա այս պայմանական հրադադարը հնարավորություն է տալիս ուժերի վերադասավորման եւ գնահատելու հետախուզական տվյալները, քանի որ ամեն դեպքում այն կարճաժամկետ թիրախները եւ նպատակները, որ կար, ըստ ամենայնի լրիվ չի իրականացել եւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմում կա խնդիր իրենց ուժերը վերադասավորելու, ինչպես նաեւ արդեն պատրաստվելու մեկ մակարդակ բարձր գործողությունների, այսինքն այստեղ ունենք խնդիր, եթե իրոք բանակցությունները ինչ որ արդյունք տան, այսինքն այդ բանակցությունները իրանական կողմը, ինչպես նշեցիք, մերժում է, բայց ամեն դեպքում պատերազմի ընթացքում բնական է, որ կուլիսներում ինչ որ զարգացումներ լինեն եւ նաեւ հաշվի առնենք Ռուսաստանի եւ Չինաստանի գործոնը, քանի որ այս երկու երկրները ամենաշահագրգիռ կողմերից են, Չինաստանը թերևս իր տնտեսական քաղաքականությունը նաև նավթով պայմանավորված է վարում, այսինքն իրեն պետք է էժան նավթ, որը կարողանում է ինքը ստանալ Իրանից։ Այս պահին ստանում է Չինաստանը։ Այո, ստանում է։ Եվ զուգահեռ նաև Ռուսաստանից է ստանում։ Այո։ Խնդիր չունի ըստ էության Չինաստանը, այլ խնդիր է Ռուսաստանի դեպքում։ Ռուսաստանը թանկ գնով վաճառում է նավթը, վերջապես։ Իսկ ինչ վերաբերում է հնգորյա, այսպես ասած, հրադադարին, Թրամփը հայտարարեց, որ 5 օրերի ընթացքում էներգետիկ օբյեկտների վրա հարձակում չի լինել։ Սա կարող ենք համարել ժամանակ շահելու միջոց, այսպես պատերազմի ընթացքում։ Միանշանակ ես նաև կարծում եմ, որ նաև ժամանակ շահելու ձգձգելու միջոց է, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ իրանական կողմն էլ մերժելով նույնպես ժամանակ է շահում, քանի որ այս պահին պատերազմի տրամաբանությունը այնպես է, որ տնտեսական մաշեցման մակարդակ են հասել եւ կողմերը փորձում են տնտեսական կոլապս ստեղծել, օրինակ իրանական կողմի համար այդ տնտեսական կոլապսը միջոց է, որպեսզի միջազգային հանրությունը եւ այն դաշնակից պետություններ, ովքեր հենց նավթի էներգակիրների եւ այս լոգիստիկ ուղիներից են կախված, ճնշեն ԱՄՆ-ին, որպեսզի դադարեցվի պատերազմը, իսկ ԱՄՆ-ն խուսափում է վերջնական հարված հասցնել Իրանի նավթա արդյունաբերական էլեկտրակայաններին եւ կարևոր տնտեսական օբյեկտներին այն առումով, որ դրանով նաեւ իրանական կողմի փոխադարձ այս ոչնչացման այս հայտարարությունը կարող է իրականացվել, այսինքն իրանական կողմը հայտարարել է, որ եթե արդեն ինքը հարված են իր
կարևոր օբյեկտներին, այո, ինքը հարվածելու է օրինակ արաբական երկրների, մասնավորապես Պարսից ծոցի երկրների այն կարևոր օբյեկտներին, որը ըստ ամենայնի ոչ միայն տնտեսական, այլ նաև պարունակում է էկոլոգիական ճգնաժամ։ Կա տեսակետ, որ Թրամփը հայտնվել է անելանելի վիճակում եւ հիմա փորձում է ժամանակ ամեն ինչ անել վիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Դուք համաձայն եք այդ տեսակետի հետ, որոշ վերլուծաբաններ հենց դա են հիմնական պատճառ նշում։ Կարծում եմ, որ դա պատճառներից մեկը կարող է լինել, որովհետև ամեն դեպքում ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի օդում ունեն գերակայություն եւ այն թիրախները, որոնք իրենք սահմանել են, ամեն դեպքում կարողանում են խոցել։ Խնդիրը այստեղ կապված է Հորմուզի նեղուցի փակման եւ այն խնդիրների մասին, որի մասին խոսեցինք։ Եվ մյուս կողմից էլ նաեւ Իրանի համակարգում ճգնաժամ ստեղծելու այս խնդիրներ, այսինքն իրենք կարճաժամկետ նպատակ ունեին վերացնելով իրանական վերնախավը, նաև համակարգում խոճապ առաջացնելով եւ բայց ըստ էության չհաջողվեց, չստացվեց կամ եթե գլխատեցին ղեկավարությանը, ըստ էության նրանց փոխարինեցին նորերը իդեոլոգիան, այսպես ասած, մնաց երկրի ներսում, արմատախիլ չարվեց եւ հիմա առաջնահերթության խնդիր կա այստեղ։ Ինչպես կմեկնաբանեք Թրամփի հայտարարությունը, որ ինքնաբերաբար տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն Իրանում։ Սա վկայում է, որ ռեժիմի փոփոխությունը դիտարկում է Թրամփը որպես հակամարտության ռազմավարական նպատակ, այսինքն նախապատվության փոփոխություն է տեղի ունեցել, եթե նախկինում հայտարարում էր, որ միջուկային օբյեկտների ոչնչացումն է առաջնահերթություն, այս դեպքում ռեժիմի փոփոխություն։ Այստեղ պետք է Թրամփի հայտարարությունները իրականում մեկնաբանել պայմանավորված զարգացումներով, այսինքն երբ սկսվեց պատերազմը, ամեն դեպքում նպատակներից մեկը չնայած համակարգի փոփոխությունն էր, բայց տեսնում ենք, որ եթե իրանական կողմում հայտնվեն այնպիսի քաղաքական գործիչներ, այնպիսի պրագմատիկ գործիչներ, ովքեր կգնան այն պայմանավորվածություններին, որ ԱՄՆ-ն ցանկանում է, կարծում եմ, որ համակարգի փոփոխությունը ամեն դեպքում կարող է երկրորդային դառնալ եւ նման հայտարարությունները նախ եւ առաջ նպատակ ունեն համակարգի ներսում վստահության նվազման, այսինքն տարբեր գործիչներ, քանի որ ամեն դեպքում համակարգի գերագույն գլխավոր առաջնորդին սպանել են, դրանից հետո ճիշտ է փորձագետների խորհուրդը նոր հոգևոր առաջնորդ հռչակեց, բայց ամեն դեպքում խնդիր կա Իրանի ներսում հեղինակության, այսինքն նոր հոգևոր առաջնորդը այնպես չէ, որ ունի իր հոր հեղինակությունը եւ նաեւ շատերը կարծում են եւ ըստ ամենայնի այդպես էլ կա, որ ԻՀՊԿ-ի ազդեցության ներքո է ընտրվել հենց Մոջթաբա Խամենեին հոգևոր առաջնորդ եւ նրա առողջական վիճակի հետ էլ կապված տարբեր կարծիքներ կան եւ ամենահավանականը թերևս այն է, որ ինքը շատ ծանր վիրավոր է եւ նույնիսկ այս ուղերձները, որ ինքը հատուկ են ուղերձները ուղարկում է, տեքստային է եւ չկա ոչ մի ձայնային եւ տեսանյութ, հետեւաբար այստեղ մենք ուղղահայաց այս իշխանական ուղղահայացից ավելի իջել ենք հորիզոնականի, որտեղ որոշում կայացնողների հեղինակությունը եւ որոշում կայացնողները մի քանիսն են։ Հետեւաբար, երբ որ Թրամփը հայտարարում է, որ իրենք բանակցություններ են վարել Իրանի ղեկավարության եւ հարգարժան պարոնի հետ, այստեղ հարց է առաջանում, իսկ ով է այդ ղեկավարը, արդյոք հոգևոր առաջնորդն է, որը ըստ էության սահմանադրությամբ ինքն է երկրի ղեկավարը, թե փաստացի ղեկավարը, օրինակ այդպիսի ղեկավարներից էր Ալի Լարիջանին, ով նույնպես սպանվեց եւ նրա մասին շատ տարբեր կարծիքներ եւ տեղեկություններ կա, որ փաստացի ղեկավարում էր եւ որոշում կայացնում այս Լարիջանն էր, հիմա ակտիվացել է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի այս արծացվում է նրա անունը եւ իրականում սրանով նաեւ Թրամփը նպատակ ունի
համակարգին ներսում ինչ որ դավաճաններ փնտրելու այս տրամաբանությանը, այսինքն համակարգը, քանի որ մերժում է բանակցությունները, ով է այդ մեկը, ով որ բանակցում է ԱՄՆ-ի հետ։ Հետևաբար կարծում եմ, որ կուլիսներում չնայած ուղերձներ հնչում են եւ բանակցություններ գնում է, ամեն դեպքում իրանական կողմը շարունակելու է մերժել եւ հայտարարել, որ իրենք ոչ մի բանակցություններ չեն վարում, որովհետեւ դրանով նաեւ իրենք այդ իրենց իսլամական համակարգի գաղափարախոսությանը դեմ չեն գնում, քանի որ եթե այդ գաղափարների հիմնասյուներից մեկը այն է, որը իրենց հռչակած թշնամիների նկատմամբ միջև վերջ պատերազմ վարել եւ ոչնչացնելն է։ Հետևաբար սրանով իրենք կարող են նաեւ համակարգի ներսում խնդիր ունենալ, իբր թե հանձնվում են այսպիսի տրամաբանություններ կա։ Տեսեք, հետաքրքիր բան է ստացվում։ Թրամփը հայտարարում է, որ այժմ հակված է պատերազմը շուտ ավարտելուն եւ ամեն ինչ անում է դրա համար, բայց միևնույն ժամանակ հանգորյա այդ ճակերտավոր հրադադարը եւ բանակցությունները դրան զուգահեռ Թրամփը հետեւողականորեն չի հրաժարվում Պենտագոնից $200 միլիարդ սպառազինություն խնդրելու մտքից, չի հրաժարվում։ Սա ինչի մասին է վկայում, որ ի վերջո Թրամփը փորձում է ավարտել այս հակամարտությունը, թե ընդհակառակը ավելի երկար է տևելու։ Իրականում Թրամփի հայտարարությունները մեկնաբանելը շատ դժվար է եւ քանի որ նրա անկախատեսելի բնույթը մեզ մի քանի անգամ ցույց է տվել, որ կարող են իրադարձությունները այնպես զարգանալ, որը ոչ մեկ չէր կանխատեսում։ Բայց այս 5 օրը հնարավորություն է դիտարկվում, քանի որ ոչ միայն ռազմական այս ծախսերն է մեծացնում, այլ նաև նոր ռազմավարություն է մշակում։ Նոր ռազմավարություն եւ համալրում է տարածաշրջանում նաև իր ուժերը, հետեւաբար այս 5 օրվա ընթացքում եթե կոնկրետ արդյունքներ չլինեն, ապա կարծում եմ, որ կշարունակվի պատերազմը եւ մենք պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ իրականում պատերազմը շարունակվում է, նկատի ունեմ նոր ինտենսիվություն։ Խոսենք ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի հայտարարությունների մասին եւս, նա 1 տարի շարունակ փորձում էր, պնդում էր, որ Միացյալ Նահանգներին եվրոպական երկրները պետք չեն, առավել եւս ՆԱՏՕ-ն պետք չէ, ռազմական այդ կառույցը պետք չէ, ոչինչ պետք չէ։ Հիմա երբ թվում է թե մենակ է մնացել, սկսում է մեղադրել մեկը մյուսի հետևից եվրոպական երկրներին եւ նաեւ ՆԱՏՕ-ին։ Ինչու հանկարծ փոխվեց Թրամփի դիրքորոշումը, սա ստրատեգիական, ռազմավարական եւ քաղաքական սխալ հաշվարկի արդյունք էր, թե վերջապես Թրամփին պարզապես խորհրդականները միգուցե հասկացրել են, որ այն քայլերը, որ 1 տարի առաջ էր անում, միգուցե սխալ էր եւ պետք է վերանայել դիրքորոշումը։ Ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ Թրամփը, օրինակ, քանի որ համաշխարհային տնտեսական ամեն դեպքում ճգնաժամ կա եւ այդ ճգնաժամը, քանի որ նախ եւ առաջ ԱՄՆ-ի գործողությունների արդյունք են, պետք են այնպիսի երկրներ եւ այնպիսի ղեկավարներ, ում վրա կարող է նաև այդ պատասխանատվությունը գցել, օրինակ Թրամփը դրանով նաև կարող է այդ մեղքի բաժինը բարթել նաև, այո, եվրոպական երկրներին, որ դուք չօգնեցիք, օրինակ Հորմուզի նեղուցը բացելու, եւ դրա պատճառով եղել է, հաշվի առնելով իրաքյան պատերազմը, երբ Թոնի Բլեերը իր վարկանիշի հաշվին աջակցեց Միացյալ Նահանգներին, արդյունքում ստացավ վարկանիշի կորուստ եւ այլն, հեղինակության կորուստ, այսպես ասեմ։ Նույնը կարող է կրկնվել նաեւ հիմա, կարծում եք։ Այո, որովհետեւ քանի դեռ այս իրանական կողմի մարտավարությունն է աշխատում, երկարաժամկետ տնտեսական ճգնաժամ ստեղծել եւ դրանով, այսինքն այս տրամաբանությունը, եթե մենք խորտակվում ենք, ապա
մնացածն էլ պետք է խորտակվեն մեզ հետ եւ այս գիտակցումը ամեն դեպքում Իրանի համակարգի ներսում կա եւ այդ ռազմավարությունը նոր չէ, այսինքն ընթացիկ ռազմավարություն չէ, այլ 2000-ականներին երբ Իրաքում այդ օպերացիան եղավ, Իրանը ամեն դեպքում հաշվարկել էր, որ նույնը կարող է լինել նաև իր երկրում։ Հետևաբար այս զարգացումներին ամեն դեպքում իրանական կողմը պատրաստ էր եւ նաև այդ ռազմավարությունը, որ հիմա իրականացնում է, մտածված է, նաև օրինակ ԻՀՊԿ-ի ներսում էլ, քանի որ տեսանք գլխավոր հրամանատարների ղեկավարության սպանությունը, համակարգը չփլուզվեց, որովհետև այդ սցենարն էլ իրենց մոտ նախանշված էր եւ դրանից հետո օրինակ խոսում է, որ հրամանատարներին, թեկուս տարբեր շրջաններում ԻՀՊԿ-ի այս հրամանատարները, եթե հանկարծ վերևից չկա հրաման, իրենք ինքնագլուխ որոշում կայացնելու այս հնարավորությունը ունեն։ Ուշագրավ է նաև Արախչի եւ Բայրամով Նախորեի հեռախոսազրույցը։ Ձեր կարծիքով ի՞նչն էր Թեհրան-Բաքու հեռախոսազրույցի առանցքը, այսինքն այն, ինչի մասին մեծ լսարանի համար չեն խոսում սովորաբար։ Ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարի հետ է եղել հեռախոսազանգը, այլ տարբեր երկրների, նաև Պակիստանի, Ռուսաստանի, այսինքն այն շահագրգիռ կողմերի հետ է հեռախոսազանգ եղել, որոնք ամեն դեպքում անուղղակի, բայց նաև իրենք են բախվում այս պատերազմի հետևանքներին։ Կարծում եմ, որ այս նաև հիմնական երևի թե թեմաներից մեկը կլիներ այն, որ ԱՄՆ-ի հետ այս բանակցությունը ամեն դեպքում կա եւ այդ պայմանավորվածությունների վերաբերյալ նաև խորհրդատվություն հնարավոր է։ Այսինքն ամեն դեպքում, քանի որ չենք կարող գուշակել, թե հիմնականում ինչ թեմա է խոսվել, ապա կարող ենք զուտ տրամաբանել, որ բանակցությունների մասով հնարավոր է խոսակցություն լինել, իսկ կոնկրետ Ադրբեջանի դեպքում նաև Կասպիցովի ավազանի մասին, Կասպիցովի սահմանների վերաբերյալ այսօր էլ իրանական կողմի պաշտոնյաներից մեկը Արդաբիլի սահմանակից այդ նահանգի պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանը շատ հանգիստ է եւ այն սահմաններից մեկն է, որտեղ այս պահին ոչ մի խնդիր չկա։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Ցտեսություն։